երբ որ Խարբերդցին ցեխի մեջ է, ու մի կամաց շիբին կամ չի տենում քաղաքային իշխանությունը, ասում փող չկա, բայց Ախուրյանի գյուղապետին փողա գրեֆանում, ունեմ հարց։ Շատ ուղիղ ունեմ հարց։ Բարոյական չի, երբ որ իմ քաղաքի ժողովուրդ հաղթանակ գյուղում գնում ես լացդ գալիս է փողոցների կամ մյուսի, բայց Ախուրյանին հանուն փող ես գրեֆանում։ Ոնց չունենամ բատեղ վրդովմունք։ Չեմ տալիս։ Շարունակությունը ասեմ, Տիկին Սարգսյան ջան, ասեք ինչ ունեք, երբ որ Էրեբունու այն խաղաղ դոն ճիշտ եմ ասում փողոցները ժողովուրդ, հետեի բնակիչները ինձ գրում ասում են արի մի հատ գնա, գնում նայում ես կանալիզացիան լցվում է, հելնում է դռան դեմը սենց պարող շատրվաններ է դառնում։ Ու քաղաքային իշխանությանը գրում ասում ես եկեք փող տվեք, մակրող կա, գամ մակրեն, ասում են փող չկա, բայց Ախուրյանցի անոյի համար փող կա, այ դա ես խնդրեմ ունեմ։ Երբ որ օրինակ աղբարաշենում հելնում է սենց կանալիզացիան սենց հորդում է, ոնց որ հրաբուխը մի ժայթքում է, այդ ժամանակ ասում եմ ժողովուրդ եկեք էսի անենք, ասում են փող չկա, որտեղից անենք։ Նոր է գալիս ասում է չնախատեսվածում այնքան փող հավաքը, չգիտենք ինչ անենք։ Տարին է պրստում է Պետրո ջան, 11 միլիարդ ավելացրել թե չէ, չգիտեն ինչ անեն 11 միլիարդը։ Հիմա այդտեղ արդեն իմ մոտ խնդրեմ առաջանում։ Երբ որ Երևանցու խնդիրը կլուծեք, նոր կարակ գնաք Իլդեֆրանսի ձեր աղբերներին է գրեֆ անեք։ Տիկին Սարգսյան ջան, որ ասում եք Ախուրյանցիների հետ կապված ինչ ունեք, ես Ախուրյանի շրջանի թոռ եմ։ Իմ պապին 25 տարի դպրոցի տնօրեն ա եղել տարբեր գյուղերում։ Երբ որ Ախուրյանի գյուղապետը անասնագողություն չէր եղել ու չէր ընտրվել ԿՊ-ն, այդ ժամանակ կենտրոնական իշխանությունը սուբսիդավորվող ծրագրերով, պատվիրված ծրագրերով կրճատեց, 80%-ը կրճատեց։ Քաղաքացիներից սկսեց մուռ հանել։ Երբ որ հաջորդ փուլն են գալիս, փոխվավ, մեկին գողացան տան, մեկին մի հատ տենդեր տվեցին, եթե ուզում եք առարկայական ուղիղ կարամ ասեմ, ում տենդեր տվեցին, մի հատ ավական ու գողացան, այս արին արեցին, ԿՊ-ականը դարավ, սկսեցին որտեղից ինչ կարան, քերեն տանեն, լցնեն ընդ գյուղական համայնքում որ ձեն տանեն։ Այսի ձեն տանելու համար է։ Ինչ ունեմ ախուրյանցիների նկատմամբ, ախուրյանցիներից մեկն է ես եմ, այդ շրջանի ոսկեաց գյուղի թոռ եմ։